Հոր և որդո և ողջույն Սրբո ամեն։ Հաղթող և ըստ նոր օրհնություն միշտի բարձունս երկեսուկ Քրիստոսին թագավորի հավատացյալ ժողովուրդ։ Սիրելիներ, այսօր խաչվերած է և մեր շարականագիր հայրապետը այսօրվա ճաշու շարականի ինչ-որ քիչ առաջ արտաբերեցի, տողերի մեջ հրավիրում է հավատացյալներիս հաղթող և նոր օրհնությամբ երգենք և փառավորենք Քրիստոս թագավորին բարձունքներում։ Խաչվերած ինչի տոնի ակունքները մեզ տանում են դեպի 4-րդ դար, երբ Երուսաղեմի տաճարի նավակատիքի օրը 335 թվականին բարձրացվում է խաչափայտը և այստեղից էլ տոնի անվանումը խաչվերած, խաչը վեր բարձրացնել և ամբողջ հավատացյալներին այս նոր հորդորն է ուղղում։ Երգենք, փառաբանենք, հաղթող և նոր օրհնությամբ Քրիստոս թագավորին։ Եվ երկրորդ հիշատակությունը խաչվերածի նորից պատմական իրադարձության հետ է կապվում, երբ 610 թվականին Պարսից Խոսրով թագավորը, երբ որ գրավում է Երուսաղեմը, ավերում է այն և իբրև անարգակ քրիստոնյաների այնտեղից իր հետ Պարսկաստան է վերադարձնում Քրիստոսի այս նույն խաչափայտը և գերության մեջ է հայտնվում խաչափայտը շուրջ 19 տարիներ, երբ որ բյուզանդական կայսրը Հերակլը արշավում է Պարսկաստան, այնտեղ վերստին վերագրավում է Քրիստոսի խաչափայտը և մեծ թափորներով այն վերադարձնելով դեպի Երուսաղեմ կանգնեցնելով հարության տաճարում, վերստին այդ խաչն է վեր բարձրացվում ի տես քրիստոնյաների և ի հաղթանակ քրիստոնեության։ Սիրելիներ, խաչը քրիստոնեության նշանն է և խաչվերածը տարվա մեջ նշվող կարևոր խաչի նվիրված 4 տոներից մեծագույնն է, որը նաև համարվում է տաղավարտոն։ Խաչի խորհուրդը նույն ինքը Քրիստոսի փրկagործության խորհուրդն է։ Խաչը տրվեց մեզ իբրև մեծագույն մի նշան, ուր որ մենք տեսնում ենք խաչ, այնտեղ տեսնում ենք խաչյալին։ Ուր որ կա խաչ, այնտեղ մեզ համար մեր դեպքին, մեր հոգու պատկերի վրա արտահայտվում է նույն ինքը Քրիստոս թագավորը։ Եվ խաչը մեզ համար մի պարզ նշան չէ, որը ընդամենը մեզ հիշեցնում է քրիստոնեության մասին։ Խաչը այն սրբազան տերունի մասունքն է, որ մեզանից յուրաքանչյուր քրիստոնյա կրում է իր կրծքի վրա։ Խաչով մենք զարդարում ենք մեր եկեղեցիները, խաչով մենք նվիրագործում ենք հոգևոր բոլոր արարողությունները, խաչը կենդանացնում է նաև մեր ժայռեղեն, քարեղեն, տաճարներն ու առանձնաբար արվողային կանգնած խաչքարերը, որի վրա մենք խաչն ենք տարածել իբրև կենդանի քարոզ, իբրև հաղթության նշան, իբրև նաև վերգրանքի ու փրկության հիշեցում և հիշատակ։ Եվ մեր հայրերը և մեր սուրբ եկեղեցին առանձնահատուկ է վերաբերվում հենց Քրիստոսի խաչին։ Մեր ամբողջ էությամբ մենք խաչ ենք և խաչված ենք, որովհետև ամբողջ էությամբ մենք նվիրված ենք Քրիստոսին և Քրիստոսի այս չարչարանքի գործիքը, որը եղավ նաև պատճառ փրկության, մեզ համար դարձավ նաև նույնացավ կյանքի խորհրդի հետ։ Հետաքրքիր է, որ խաչը, երբ որ տեսնում ենք, որ իր ամբողջ պատմության, պատմական բովանդակության մեջ չարչարանքի, տառապանքի, այդ ամբողջ ցավի, անարգանքի ճանապարհն է, երբ որ Քրիստոս իր ուսին դրած տարավայց իր խաչը, բայց նաև մեզ կոչ ուղղվեց, որ մեզանից յուրաքանչյուրը ևս իր խաչը տանի։ Եվ այս կյանքը, այս երկրավոր կյանքը նույն խաչի նման մի ճանապարհ է յուրաքանչյուրիս համար, որը թեև դժվարին, թեև տառապագին, թեև բազում տեսակյան արգանքներով, բայց մենք
Քրիստոսի նման պարտավոր ենք այն տանելու, որովհետև դա ոչ միայն հետևանքը պիտի ունենա բազում ցավերի ու դժվարությունների, բայց նաև սկիզբը և պատճառը հաղթանակի։ Քրիստոսի պարագային այդ հաղթանակը նույն ինքը հարությունն էր, որովհետև եթե չլիներ խաչելությունը, այդ ամբողջ այս կյանքի դժվարությունների, դժբախտությունների մեջ մինչև մահվան գուբը իջնելու հնարավորությունը, որը ընդամենը ընթացքն էր այս երկրավոր կյանքում տեղի ունեցող բոլոր տեսակի անարդարությունների, մարդկային մեղքերի, բոլոր տեսակի դժվարությունների, բայց նաև այնտեղից հաղթությունը և հաղթանակի լույսը, որը ի վերջո իդեպս Քրիստոսի հանգեց հրաշափառ հարության։ Կյանքը նույնպես մարդուս համար, մարդկանցս, յուրաքանչյուրիս համար այս միևնույն խորհուրդն ունի մեզ։ Խաչով մենք բոլոր տեսակի չարչարանքների ենք ենթարկվում։ Խաչը մեզ տրվեց իբրև հնարավորություն, որը մեզ միայն պիտի հարմարավետ և փափուկ կյանք տա։ Քրիստոս ասաց, իմ հետևորդները այս կյանքում դժվարություններ պիտի ունենան։ Ինչպես ինքը ունեցավ դժվարություններ։ Եթե Տիրոջը չընդունեցին, առավել ևս մեզ չպիտի ընդունեն այս աշխարհում, որովհետև գիտեն, որ մենք ճշմարտության հետևորդներն ենք, մենք խաչակիրներն ենք, մենք խաչին նվիրված մարդիկ ենք, որը մշտապես պիտի խաչվի, բայց որքան խաչեցին, այնքան մենք ավելացան, որքան մեզ խաչեցին, մենք այնքան զորեղացան, որքան մեզ խաչեցին և դրեցին գերեզմանը, նույնիսկ ցեղասպանության միլիոնավոր զոհերի գնով, մենք նորից այնտեղից հարություն առանք, որովհետև խաչը մեզ համար պարզ մի արկածախնդրություն չի, պարզ մի պարծանքի առարկա չի, այլ այն մեզ համար զենքն է հաղթության։ Եվ ճաշուշարականի մեջ առաջին բառը հաղթող բառն է։ Հաղթող, Քրիստոս թագավորը ինքը հաղթող է, և հաղթանակը հենց խաչի մեջ էր և խաչով էր։ Այդ խաչով մեզ տրվեց նշան, որ մենք ոչ միայն Քրիստոսի ժամանակներում կամ վաղ եկեղեցու ժամանակներում, այլ մեր բազմադարյա պատմության ընթացքում, քրիստոնեության պատմության ընթացքում, նաև այսօր մենք կարողանանք հիշել և մեր մտքերի վրա դաջել իսկապես խաչի խորհուրդը։ Խաչը մեզ հիշեցնում է, որքան էլ որ տառապալից լինի ճանապարհը, դա ընդամենը ընթացքն է։ Դրա ավարտին մեզ սպասում է հաղթանակ, հաղթություն և հարություն։ Որքան կարևոր է մեզ, նաև մեր ժամանակներում, որ մեր թշնամիները պատրաստ են ամեն պահի մեզ խաչելու, հասկանալու համար մեզ քրիստոնյաներիս խաչի խորհուրդը։ Եվ թվում է, թե մեր թշնամիները ավելի լավ են հասկացել, թե ինչ է խաչը, քան մենք, որ միամտաբար ընդամենը ավանդույթի ուժով, մկրտությամբ կարող ենք կրել խաչի և ունենալ մեր շրջանակում և շրջապատում։ Պետք է ճիշտ արժևորենք այդ խաչը։ Այդ խաչը մեզանից յուրաքանչյուրի փրկության բանալին է։ Այդ խաչը մեզանից յուրաքանչյուրի հենց հաղթության բանալին է։ Եվ հիշեցումն է, որ այդ խաչով մենք կարող ենք անասելի չարչարանքների ենթարկվել, մինչև իշտ մահ, բայց մենք չենք մահանալու, այլ այդ խաչով պիտի կարողանանք փրկվել, որովհետև դրա գինը Քրիստոս ինքը վճարել է մեզ համար։ Այդ փրկագինը մեզ համար տրված է, այդ փրկագինը այն արյունն էր, որ հեղվեց Քրիստոսի անարատ արյունը իր բազուկներից տարածելով խաչի վրա և մահվան գործիքը մեզ համար դարձնելով իբրև փրկության միջոց։ Պատահական է կարծում եք, թե մինչև իսկ մեր գերեզմանները զարդարված են խաչով։ Սա արդյոք մենք հասկանում ենք։ Եթե մահը ամեն ինչի վախճանն է, ինչու ենք խաչ դնում գերեզմանի վրա։ Խաչ ենք դնում այն հիշատակի համար, որ այստեղ թաղված անձնավորությունը քրիստոնյա է, որ անգամ իր մահվանից հետո ինքը հավատում է Քրիստոսին։ Ինքը այդ խաչի զենքն է պարզած իր վրա, որովհետև այդ խաչի խորհրդի մեջ ինքը նորից կանգնած ասում է խաչքարի նման, թե ես հավատում եմ Քրիստոսին, որովհետև մենք նույնացած ենք խաչի հետ, որովհետև խաչն է, որ այս աշխարհում և այս աշխարհից անդին կարող է մեզ համար փրկության գործիք լինել։ Եվ ուրեմն մենք հավատացյալներս պիտի ընկալենք խաչի այս խորհուրդը և այն դարձնենք մեզանից յուրաքանչյուրի հաղթանակի գործիքը։ Եվ այս ամենի մեջ կարևոր չէ, թե մենք ինչ սովորությանով հետ
ավանդույթի հետևորդ ենք, այլ կարևորը այդ խաչով նոր արարած լինելն է։ Խաչը տարածվում է մեր կյանքի բոլոր բնակավարների վրա, ուզենք կամ չուզենք, բայց երբ որ իջնում ենք ամենավերջին հանգրվանը, որ մենք տեսնում ենք, այդ խաչը մեզ վրա տարածելն է։ Այդ խաչը մեզ տարածվում է մեզ վրա հիշեցնելու համար, որ մենք պիտի կարողանանք խորտակել մեր կյանքի բոլոր մեղքերը, անարդարությունները, բոլոր թերությունները, վատ ու մոլի սովորությունները, միմյանց ատելն ու նախանձելը, եւ այդ խաչով մենք պիտի սպանենք մեր բոլոր մեղքերը, եւ այդ խաչով մենք կարողանանք այս աշխարհում եւ ինքներս մեզ վրա հաղթանակ ունել։ Հաղթող է այս կյանքում այն անձը, ով հաղթել է ինքն իրեն։ Ոչ թե հաղթել է ազգերի, պետությունների եւ ինքը պարտվել է, այլ հաղթել է ինքն իրեն։ Եվ այդ հաղթանակը սեփական անձի նկատմամբ նշանակում է հաղթանակ տոնել մեր մեղքերի դեմ։ Այնպես ինչպես Քրիստոս հաղթանակ տոնեց իր խաչով բոլորիս մեղքերի դեմ եւ փրկագնեց մեզ մահվան ճիրաններից եւ ապրեցնելու հույսը, հավատը եւ սերը տվեց մեզ։ Այս է խաչ վերացի խորհուրդը։ Մեր ձեռքի խաչն է, որ վեր է բարձրանում։ Մեր եկեղեցիների ու վանքերի գմբեթների խաչն է, որ միշտ վեր է բարձված, իբրև աղավար, իբրև քարոզ կենդանի, որ Քրիստոս անցյալում չի մնացած։ Քրիստոս գործում էր թե անցյալում, թե ներկայիս եւ ապագայում եւս պիտի գործի։ Եվ մենք ինչքան ժամանակ, որքան որ պիտի հավատանք, ապավինենք եւ բարձրանանք Քրիստոսի խաչով, այնքան մեզ պիտի միշտ այցելի հաղթությունները։ Մենք կորցրեցինք հավատքը խաչի նկատմամբ, դրա համար նաեւ պարտվեցինք։ Ես պիտի ուզեմ որդորեմ, որպեսզի մենք ապավինենք 100% հավատքով եւ ապավինությամբ դեպի Տերունի Սուրբ խաչը, որից միայն կա մեզ փրկություն, միայն հույս եւ միայն զենք տրված մեզ ընդդեմ չարի եւ հոգուտ հաղթանակի։ Հետեւաբար, Հայրապետի նույն խոսքով եմ ուզում ավարտել այսօրվա խոսքս, շնորհավորելով ամենքից մեր փրկության եւ հաղթության այս կարևոր նշանի համար եւ Հայրապետի հորդորով դիմել ձեզ ասելով. Քրիստոսին հավատացյալ ժողովուրդ, եկեք հաղթող եւ նոր օրհնությամբ երթենք մեր Քրիստոս Թագավորին Աստուծո բարձունքներում, այժմ եւ հավիտյանս ամեն։ Ամեն։